համաձայնանից հետ։ Դավաճաններին չեն խնայում, ոչ մի պարագայում, նշանակություն չունի, չգիտեմ, հայենիքի դավաճանային չիտը, նա մանավանդ հայենիքի դավաճաներին, դու դավաճանել ես բոլորին, խտրեմ, մտի նայի, տիկին նանա, մտի նայի, կնքահայր, նրա իշնա կնքահայր, նա ուր, խաչն ուր, գաղապարի, ու կողի լրարողն է չի հարցնում, գաղապարը որն է, ուրեմն Գագիկ Խաչատրյան, այսօր որ մերժեցին բուժումը, այս բոզի տղուն, եթե դու քո մոտից չես ազատեք հո կամպանիաներից, ուրեմն կա Ռոբերտ Գալոյան, միլիոնատեր, Գագիկ Խաչատրյանի օգնականն է եղել, նախ հիշեցնեմ, որ Գագիկ Խաչատրյանը քրեական պատասխանատվությամբ չի անցնում, որ ոչ մի բան կաշառքով, մաշառքով, չի ասում, այսօր հավայի թեմա, այն որ Գագիկ Խաչատրյանը երկիրա թալան է, այս արը, այն արը, Զրո, ուրեմն հիշեցնեմ մի հատ էպիզոդ, Վեգա էլեկտրոցանցերի խանութ գոյություն, ատեղ ստուգման ժամանակ Գագիկ Խաչատրյան, 2010 թվականին մոտավորապես, դուք հայտնաբերել եք 100 միլիոն դրամի չարաշահում, Վեգայում, վերցրել եք 100 միլիոնից հալալ 50%-ը որպես կաշառք, և հաշվապա Վիոլետը 50 միլիոն դրամը բերետվել է Մաշադյանին, գրի մոտդ, Ստուգող հարկայինի տեսուչներն են եղել են Էդիկ Գալոյան, Արտաշ Նազարյան, առաջի անգամ հնչեց հանցագործություն, կաշառքով, ինչա արե, Գագիկ Խաչատրյանը, ասենց սիստեմատիկաբար սաղ կհանեմ կդնեմ ջրերից, տուն ու տեղդ կծծցնեմ, եթե դու Վահան Ավագյանին վաղը առավոտյան չազատեցիր քո մոտից, քո այդ շոկոլադի զավոդից, ու ինձ խաբար չուղարկեցիր, որ ազատել ես, իսկ Ռոբերտ Գալոյանին, ով անհասկանալի կերպով միլիարդատերը, ես կարադառնա մեր հաջորդ հաղորդմանը, ասում է հանուն գաղափարի, ու մեկը կոյն լարողը կողի չասում է գաղափարը որն է տղա ջան, մետել է ասայ ման է Թանդիլյանի չորացած դլո, նեմա դլո, այդ նեմա դլոյի վերի յուղը, քրտնած յուղը դաժե դու չարժես, ման է Թանդիլյանի, Էդմոն Մարությաներին չէր, որ կար, որ են էլ դուրս մնաց, դրա օգտագործած տրուսիկը չարզես, բոզի տղա, դու ով ես, որ գաղափարով, ժողովուրդը քեզ ձեն տվեց, որ դու գաս մտնես քաղաքապետարան, մի հատ էլ բանը կարմիր գծերի թանկացումը ընդունես, ինվրից թռնելով, որ ասել եմ չեմ իմտեք դալիճ գնաց մտավ, բոզի տղեն, գումարած դրան էլ հիմա բան բայեսի, հա? Մամայի ծծծնեն երեխեքիդ հետ, այս պահի տրությամբ իշկան օթի մեջ սամալոտ կա, են որ արդեն հետ այս պահին ակերը պոկվավ գետից, այդ սաղ սամալոտի միջի օթի մեջ ասեն կա 5000 սամալոտ, այդ 5000 սամալոտի ուղևորները, լոչիկները, ստուարդեսաները երեխեքիդ ծծծնեն բոզի տղա, մեկել են սանիտարկա մամային, են Վահեի, Վահե Եսայան, որ ասում է ես զովացի այրի եմ, դու բոզ ես, դու զովացի այրի չէ, զովացի այրիլներ աղջիկդ ուրիշից չէր լինի, մտա Երևանյան 20 շենքի բանը ոճով, զովացի այրի, մարդուտ հարգել գիտեիր, չվազել մտել խալխի տակալը մարդու չթաղած, երեխա չբերեիր դրանից, ագարկա, զինվորի տուլի գողցող, մայկատրուսի գողցող, բոզի տղա ընտանիք, Esova, ho-ho. Battery 100%. Ալո. 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 Ասա. Ուղիղ եթերում ենք իհարկե։ Ուրեմն լսի։ Լսի կլրից գլող քուրեմ լավիտ բերանը, բոզի տղա տունը ծծծնեմ։ Դե գնա, ուղիղ եթերում է։ Ուզում ասի ես տղամարդ եմ, մորդ քունեմ տղամարդ։ Գնա, գանդո, ուզում ասի զանգը մողետ է ուզում հատվետ տա, չախոյա ғախպիս տղը, մամայիտ քունեմ բոզի տղա, մորը ծծծնեմ, ինտերնետում լուրեր են տարածվե, քունեմ ցեղիտ բերանը, հորոսից ғախպի տղեքի հավակացու, մեկը մեկի հետևից մարդու գլխին, ներեղություն ես կուլտուրական մարդ եմ, անցնենք առաջ,
ցեղը ծցնեն սախ բուլժնիկ բանանողները, խփողները։ Ու իմիջալոց Իշքան ես գուշացել էի Կատվալյանես Մալացյան, սիրելի Երևանի բնակիչներ։ Ուրեմն ձեր աղբը խորհուրդ եմ տալիս ձեզ եւ խնդրում եմ ձեզ։ Թափել ոչ թե ձեր շենքերի առաջ լցված այդ զիբիլի ամանների մեջ որ հելեք գնամա զիբիլի ամանը, այլ օրինակ Երևանի քաղաքապետարանի կոմունալի պետ Կատվալյանը բնակվում է Մալացիա հաղթանակի 4 տուն 8։ Այսինքն ձեր տան զիբիլը Բանգլադեշի ժողովուրդ կարող եք բերել եւ լցել Մալացիա հաղթանակի 4 տուն 8 այդտեղ։ Արսեն Կարոյանը մյուս կոմունալ վարչության պետը բնակվում է Շենգավիթ առաջի փողոց 14 տուն։ Հորդորում եմ եւ խնդրում եմ ձեզ ձեր աղբը բերել լցել կոմիտա Շենգավիթ առաջի փողոց 14 տուն կամ ձեր աղբը, որը որ լցած է ձեր շենքի դեմը, բերել լցել ուղակի Երևանի քաղաքապետարանի արչև։ Ոնց որ բանը ֆրանսիացիները նստան տրակտորը քակաբերին ծրծպին եւ բանը Փարիզի քաղաքապետարանի վրան, նույն ձև աղբը բերել եւ լցել Երևանի քաղաքապետարանի դիմաց։ Համոզված եմ եւ խնդրում եմ, որպեսզի մեր ժողովուրդը այլևս աղբը չլցի աղբամանների մոտ, այլ բերի լցին դե։ Իսկ Արթուր Չախոյանի տուն ու տեղը ծածացնեմ ես վրադիչ։ Так. Բոզի տղա։ Այդքան ուժեղ տղա էի, տապորնարը հասել էր վետքի բորում։ Միլիցիա! Միլիցիան մամայի ծածացնի։ Արթուր Չախոյան, միլիցիա։ Միլիցիա։ Հիմա տղայա դարե ու զմազանգի եթելով ցույց տա որ ինքը տղայա էլի ատվետա տալեմ դոգին։ Իշքան բուլժնիկ խփողկա մամայի ծծծնի։ Սիսինանձա մուրը ծծծնի։ Всё, նայեք։ Ура! А посмотрите, я мужчина. Да. Ուր այս մեր կուլտուրական մարդը Մինչ կապ հաստատելը նախ Վայ Ղազարյան կապված են բանի հետ ադրբեջանցու հետ Ուրեմն ես հայտարարում եմ, որ ռուսական դատախազը դատարանը ներողություն ադրբեջանցուն բաց է թողել։ Ադրբեջանցին արդեն Բաքվում է։ Մեր ներքին գործերի նախարարություն կոչված Բոզի տղա հիմնարկը հայտարարություն է տարածան։ Ասում է պատրաստում ենք փաստաթղթեր